սպասելիքների ուղերձի հետ կապված ինչ է սպասվում եւ այսօր հաստատության նաեւ առաջին անգամ Սամվել Կարապետյանը ուղերձով ինքն է դիմելու ժողովրդին։ Այո, այսօր մեր միասնության հանրահավաքը նվիրված է միասնության, համախմբվածության։ Մենք ողջևորում ենք ժողովրդին, որպեսզի իրենք բարձրացնեն իրենց ձայնը, չմնան տանը, չլռեն, բոլորի ձայնը որոշիչ է, կարևոր է եւ այսօր առաջին անգամ ժողովուրդը հնարավորություն կունենա լսել Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ուղերձը, փոփոխության ուղերձը, որը շատ կսիրի մեր ժողովուրդը եւ վերջապես կծանոթանա իր հետ որպես առաջնորդ։ Սպասելիքները ինչպիսի են հանրահավաքից։ Գիտենք, որ մարդիկ իսկապես պատրաստ են փոփոխությունների, սպասելիքները, որպեսզի ժողովուրդը իր ոգևորվածությամբ չլռի եւ համախմբվի եւ հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ անպայման կան ընտրություններին գիտակցեն, որ իրենց ձայնը շատ կարևոր է։ Սփյուռքի մեր հայրենակիցները պիտի հասկանան, որ այո, տարին մի քանի անգամ իրենք գալիս են Հայաստան, այս տարի հունիսի 7-ը պիտի լինի այն օրը, որը կհամախմբի հայ ազգին Երևանում եւ բոլորը կմասնակցեն ընտրությունների եւ մենք համոզված ենք, որ գնում ենք մեծ հաղթանակի, որևէ կասկած այդ հարցում չկա, դրա մասին վկայում են համ հարցումները, համ քաղաքացիների դժգոհությունները, կարծիքները, միանշանակ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Ումաշան եւ մեկ հարց Տանոթ է կարծեմ, որ իշխանական լրատվամիջոցներում տարածվում են լուսանկարներ, տեղեկություններ, որ մարդկանց ցուցակով հավաքագրում են, որ մերեն այս հանրահավաքի։ Ոչ, դա որևէ իրականությանը չի համապատասխանում։ Մենք ունենք համագիրներ ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում եւ գյուղերում, եւ եթե մարդիկ ուզում են գան այս միասնության համահավաքին, ապա ինչու պիտի չգան։ Իսկ խոչընդոտները իրենք սազական են մեր իշխանություններին եւ զարմանալի չէ, որ հիմա մեզ զանգահարում են մեր համագիրները եւ ասում են, որ իրենք Էջմիածին Երևան, Գյումրի Երևան, Վանաձոր Երևան մայրուղիների վրա են եւ ճանապարհները փակ են, իրենք չեն կարողանում գալ, բայց մեր հանրահավաքը հեռարձակվում է ուղիղ եթերով, դա չպիտի սահմանափակի մեր քաղաքացիներին լսեն, իրենց ձայնը բարձրացնեն եւ լինեն ուժեղ Հայաստանի կողքին։